Ասված բոլորիս օրհնի։ Բայց այսօր սրտից դրված է խոսել մեկ թեմայի շուրջ։ Մենք ամեն անգամ հոգսեր ենք գրում, ուղարկում։ Ուղղակի կուզեմ, որպեսզի իրոք ամեն մեկիս հոգսի պատասխանը լինի։ Կամ իսկ եթե պատասխան չկա, ինչ ձևի մենք պիտի ընդունենք սա։ Եղբայրներ, քույրեր, երբ որ մենք նայում ենք մեր ապրած կյանքի մեջ, շատ անգամ Աստված մեզ ողորմություն է արել, շատ անգամ Աստված իր մեծ սերն է ցուցաբերել։ Երբ որ մենք նայում ենք ամենակալ Տիրոջ խոսքի մեջ, ուշադրություն դարձեք, ամենակալ Աստված ինձ եւ քեզ ինչ է սորացում։ Առաջին երբ որ մենք կարդում ենք Երեմիայի մարգարության 31-ի 3-րդ համարի մեջ գրված է հետևյալ տողերը. Ես քեզ հավիտենական սիրով սիրել եմ։ Սա ինչ է նշանակում, որ Աստված ինչ էլ որ քո կյանքի մեջ լինի, մեկ է քեզ սիրում է։ Բազում տեղեր կա, որտեղ որ ամենակալ Աստված խոսում ասում է, եթե մեղանչես, եթե նույնիսկ չափն անցնես այդ մեղքի, եթե դարձիկաս նորից պիտի ընդունեմ։ Եզեկիել մարգարության մեջ, երբ որ մենք կարդում ենք, ուշադրություն դարձեք 16-րդ գլխի մեջ ինչ է ասում ամենակալ Տիրոջ խոսքը ինձ եւ քեզ։ Եզեկիել մարգարություն 16-րդ գլուխ 6-րդ համարի մեջ գրված է հետևյալ միտքը. Քուրեր ջան, եղբայրներ ջան, սա մեր Աստվածն է։ Եվ ինքը այսօր ամեն մեկիս հետ վարվում է այսպես։ Եզեկիել 16-ի 6 համարի մեջ քիշեք գրված է հետևյալը. Եվ ես անցա մոտովդ ու տեսա քեզ այրանդ մեջ կող տրված եւ ասեցի քեզ քո այրան մեջ թե ապրիր։ Այո, ասեցի քեզ քո այրան մեջ թե ապրիր։ Ինքը ամենակալ Աստված մեզ սիրում է։ Եվ իրեն ամբողջ գործունեության հիմքում ընկած է մեկ բան, որ ես եւ դու ապրենք։ Երբ որ մենք կարդում ենք ողջ Երեմիայի մեջ, ուշադրություն դարձեք ամենակալ Աստված ինչ միտք է ասում 3-րդ գլուխ 33-րդ համարի մեջ, որովհետև նա իսրտը չի նեղացնում եւ տրտմեցնում մարդկանց որդիներին։ Սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր Աստված ուզում է, որ ես եւ դու կարողանանք սա տեսնել։ Ես միշտ ասել եմ սա, Աստված ամեն ինչը մեջ բարի է։ Բարի է հիվանդության մեջ, բարի է բժշկության մեջ, բարի է նաև մահվան մեջ։ Այստեղ պահը հետևյալն է, թե մենք ինչ կերպ ենք նայում եւ ինչ կերպ ենք ընդունում։ Երբ որ ասում ենք բարի, լինում է պարակա, երբ որ հուղարկավորության ժամանակ եղբայրն ասում են փառք Աստծո, անավատ մարդն ասում է այդ մարդը մեռել է, փառք Աստծուն ո՞րն է։ Այսօր շատերս մենք չենք կարող սա ընդունել կամ ընկալել։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ գրված է երանելի են այն մեռելներին, որ Քրիստոսով են մեռել կամ մնջը։ Հիմա այստեղ երանելությունը ո՞րն է։ Եղբայրս, քույրս, ամենամեծ խնդիրը, որ ես եւ դու չենք հավատում Աստծո հավիտենական սիրուն եւ Աստծո հավիտենական ծրագիրը։ Իսկ Աստծո հավիտենական ծրագիրը մեկն է, որ ես եւ դու ապրենք իրեն հետ հավիտյանս հավիտենից։ Ինչևիցե չեմ ուզում շեղվել, ուղղակի այդ մտքի վրա ուզում եմ կանգ առնել, ինչի համար է մեր կյանքի մեջ դժվարությունները կամ հիվանդությունները։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, տարբեր մտքեր կա։ Կային անձնավորություններ, որ ժամանակի ընթացքում ամեն պարակայի մեջ հիվանդությունը տեսնում են որպես մեղք կամ մեղքի արդյունք։ Թեպետ երբ որ մենք կարդում ենք Միքիա մարգարության 6-րդ գլուխ 13-րդ համարի մեջ գրված է. Ես էլ քեզ պիտի զարկեմ հիվանդությունով, ինչի համար մեղքի պատճառով։ 6-13-ի մեջ գրված է. Ուրեմն ես էլ հիվանդացնում եմ քեզ զարկելով եւ ավերակ եմ անում քո մեղած պատճառով։ Եղբայրներ, քույրեր, այս պահի վրա ուզում եմ կանգ առնել եւ ես կուզեմ, որպեսզի նայենք, թե ինչի համար Աստված այսպես գործում։ Եվս մեկ համար, որ պիտի բերեմ ամենակալ Տիրոջ խոսքի մեջ, սա գրված է 2-րդ Օրինաց 28-ի 58-ից 61 համարները։ Նայեք ինչ է սովորեցում ամենակալ Աստված ինձ եւ քեզ։ Ուշադրություն դարձեք այստեղ Աստծո մեծ ողորմությունը, այս պարակայում։
58 համարից եմ կարդում գրված է. «Եվ այս գրքի մեջ գրված այս օրենքի ամեն խոսքերը զգուշությամբ չկատարես, որ վախենաս այն պատվական ու ահավոր անունից, քո Յովա Աստվածանից, Յովան էլ քեզ կզարկե քո սերունդին անսովոր հարվածներով, մեծ և երկարատև հարվածներով, չար և երկայն հիվանդությունով, և քեզ վրա կդարձնե Եգիպտոսի բոլոր հիվանդությունը, որոնցից դու վախենում ես, և նրանք քեզ կփակչեն, նաև ամեն հիվանդություն և ամեն հարված, որ այսօր օրենքի գրքում գրված չէ, և այն քեզ վրա կբերե, մինչև որ դու բնաչինչ լինես»։ Այստեղ մենք երբ որ այս միտքը կարդում ենք, խորը մտածում ենք, թե Աստված մեզ չի սիրում։ Թեպետև եթե մենք կարդում ենք երկրորդ օրինաց գրքի մեջ կամ Ելիս գրքի մեջ 23-25-ում գրված է պաշտեք ձեր Աստծուն, հետևանքը այդ բժշկությունը պիտի լինի, երկրորդ օրինացի մեջ գրված է 7-15-ում, որ եգիպտացիները այդ բոլոր հիվանդությունները քեզ չեն կպնի, բայց այստեղ ինքը ասում է եգիպտացիների հիվանդությունը եւ այն հիվանդությունը, որ գրված չեն, որն է պատճառը։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք տեսնենք։ Եվ այստեղ առաջնային, երբ որ մենք կարդում ենք, խորում մտածում ենք, Աստված իշքան դաժան է մարդու հանդեպ։ Ոչ սիրելիս քույրս եղբայրս, 61-ի վերջնամասում գրված է, մինչև որ դու բնաչինչ լինես։ Այստեղ առաջինը ասոյ նպատակը մարդուն բնաչինչ անելը չէ։ Նպատակը մարդու միջի հին բնությունը բնաչինչ անելն է։ Հիշում եք, երբ որ մենք կարդում ենք Հեսուի գրքի մեջ, 7-րդ գլխի մեջ Հեսուն պարտություն կրեց։ Եվ Աստված ասեց. «Ինչի համար ես ընկել ծնկներիդ, վեր կաց, Իսրայելը մեղ գործեց»։ Եվ այնտեղ մեկ միտք է գրված, 11-ի թե 12-ի մեջ գրված է. «Ես ձեզ հետ չեմ լինի, մինչև նզովքը ձեր միջից չանեք»։ Ես այստեղ խոսքը շատերը խորում մտածում են աքարի մասին է մենակ, ոչ սիրելիս, այսօր մեր ամեն մեկի կյանքի մեջ կա աքար։ Աստված մեզ հետ չի լինի, մինչև որ աքարը դուրս չանենք։ Եվ չեմ ուզում ուրիշ ուղղություն նայենք, ուղղակի այստեղ ուզում եմ, որպեսզի ես եւ դու տեսնենք, թե որն է ամենակալ Տիրոջ բու նպատակը։ Օրինակը բերում եմ Հոբին։ Հոբի տառապանքները այսօր որից մեկս չեն կարող տանել։ Ամենակալ Աստված թույլ տվեց Հոբը անցնի այս վիճակով։ Ինչի համար, որն էր պատճառը։ Աստծո խոսքի մեջ, երբ որ մենք կարդում ենք, գրված է, որ թույլ տվեց եւ հակառակորդը Հոբին խփեց չարաչար հիվանդությունով։ Բալարային հիվանդություն, որ մորթը վրայից թափում էր։ Հիմա ինքը ամենակալ Աստված վկայում է Հոբի համար ուղիղ աստվածավախ եւ կատարյալ։ Լավ է ուղիղ աստվածավախ կատարյալ մարդը այս խնդրումը պիտի ունենար։ Ինչի համար։ Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 8-րդ համար, երբ մենք կարդում ենք, այնտեղ գրված է. Երանի սրտով մաքուրներին, որ Աստծուն կտեսնեն։ Հոբը կատարյալ էր, այսօր կատարյալ ասելով մարդիկ հասկանում են հետևյալը, որ ինքը մեղք չուներ, խնդրեմ չուներ, խնդիր չուներ, ոչ, քուրեր ջան, եղբայրներ ջան։ Կամ երբ որ ասում ենք սուրբ, մտածում ենք, որ այդ մարդը իրոք մեղքի հետ կապ չունի։ Սուրբ նշանակում է առանձնացված, զատված Աստծո համար։ Կատարյալ նշանակում է, որ այդ անձնավորությունը ցկտում է հասնել այդ վիճակին։ Մենք ինչքան էլ ցկտենք, Քրիստոս կատարյալ հասակին երևի թե չհասնենք։ Հոբը կատարյալ էր հետևյալ մտքի մեջ, որ ինքը հավատում էր, որ կյանքը Աստծո մեջ է։ Որտեղից ենք մենք տեսնում, ուշադրություն դարձեք Հոբի խոսքերն եմ կարդում 5-րդ գլուխ 17 համարի մեջ, այդ տառապանքի ցավի մեջ, ուղղակի մտովի պատկերացեք, որից է մեկի վրայով, այս սևի խոսքեր կասեր, 17 համարի մեջ գրված է, ահա երանել է այն մարդը, որին Աստված խրատում է, ուրեմն ամենակարողի խրատը մի մերժի։ Ինքը իրան երանելի է համարում, եւ 6-րդ գլուխ, երբ որ մենք կարդում ենք 8-ից 10 համարների մեջ, նայեք ինչ ասում, Երանի թե ուզածս կատարեր եւ իմ ակնկալածը տար Աստված, որն էր Հոբի ուզածը, ինչ էր ուզում Հոբը։ 10 համարի մեջ գրված է, այն ժամանակ դեր մխիթարություն կունենայք ոստոտը անխնա ցավերի մեջ, որ չեմ ուրացել Սուրբի խոսքերը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուշադրություն դարձեք, ամբողջ ընտասկը
ամենակալ Աստված հոպետ, որ աշխատանքը տանում էր, լոկ մեկ բանի համար էր հասներ Մատթեոս Աղետարան 5-րդ գլուխ 8-րդ համարին, Երանի սրտով մաքուրներին, որ Աստծուն կտեսնեն։ Իմ ուշադրություն դարձեք, երբ որ մենք կարդում ենք Հոբ կերպարի վրայով, ամենակալ Աստված ինչ է մեզ ցույց տալիս 19-րդ գլխի մեջ Հոբի տրտունջն է։ Թեպետև 3-րդ գլխու մեջ եթե մենք կարդանք, այնտեղ գրված է, որ ինքը իր ծնված օր անիծում է։ 19-րդ գլխի մեջ իր տրտունջն է մոր որովայնի, այսինքն իրեն հարազատների վրայով, մինչև անգամ ծառաների վրայով։ 29-րդ գլխի մեջ Հոբը խոսում է իրեն փառքի համար։ Իսկ 30-ի մեջ ուշադրություն դարձեք իրեն հպարտությունը ինչ էր ասում, բայց հիմա ինձ ծաղր են անում հասակով ինձանից փոքրերը, որոնց հայրերին իմ շների հետ չէի տնը։ Սիրելիս, Աստծո նպատակը մեկ ուրիշ բան էր։ Աստծո նպատակը, որ Հոբը կատարյալ երկնքում լինի, որ Հոբը փառած պսակը առներ, ուրիշ մեկին չտար։ Եվ 42-ի 5 համարի մեջ, երբ որ մենք կարդում ենք, գրված է. ականջի լսելով լսել եք քո մասին, բայց հիմա իմ աչքը տեսնում է քեզ։ Ինչ էր տեղի ունեցել։ Հոբի սիրտը մաքրվել էր։ Նայեք, բարեկամները, որ գալիս էին Հոբին, դրդմեցնում էին, ցավեցնում էին, եկան Աստծո մոտ աղոտ կանելու, ինքը Աստված ցույց տվեց Հոբին, ասես գնացեք իմ Հոբ ծառայի մոտ։ Եթե Հոբի սրտի մեջ խնդրեմ լիներ, Հոբը աղոթքը չէր անել, եւ Աստված էլ ողորմություն չէր անել։ Հիշում եք, շատ անգամ այս համարը կարդացվել է 66-րդ Սամոսի 18-19 համարների մեջ գրված է. Եթե ես անօրենություն տեսնեի իմ սրտում, Տերը չէր լսի ինձ, սակայն Աստված լսեց եւ իմ աղոթքի ձայնին մտիկ արավ։ Երբ որ 10 համարն են կարդում, ուշադրություն դարձեք ինչ է ասում Աստծո խոսքը։ Եվ Եհովան դարձեց Հոբի գերությունը, երբ որ նա իր ընկերների համար աղոթեց։ Այսինքն Հոբի սրտի մեջ չկար ող, քեն կամ չարություն որևէ մեկի հանդեպ։ Աստծո ամբողջ ծրագիրը սա էր, այդ տառապանքի հիվանդության, որ Հոբը ուղիղ եւ կատարյալ կանգներ Աստծո առաջ։ Պիտի մտածենք, թե Աստված դաժան է, ոչ սիրելիս։ Ուշադրություն դարձեք, երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, քուրը ջան, եղբայրը ջան։ Ամենակալ Աստված շատերի միջոցով է սա ցույց տվել։ Երբ որ մենք կարդում ենք Ովսեա մարգարության գրքի մեջ, նայեք ինչ է ասում ամենակալ Աստված ինձ եւ քեզ։ Նախքան Ովսեայի կարդալ ուզում եմ հիշեցնել մեկ համար, որը գրված է Եսայի մարգարության մեջ։ Ինչ է ասում ամենակալ Աստված Եսայի մարգարության 57-րդ գլխի մեջ մեզ ամեն մեկից 15-րդ համար, որտեղ այսպես ասում. Բարձր է բարձյալը, հավիտենականության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է, ես բնակվում եմ բարձրում եւ սուրբ տեղը, բայց լինում եմ կոտրած եւ խոնար հոգի ունեցողների հետ։ Հիմա Աստծո նպատակն է, որ ինքը մեզ հետ լինի։ Իսկ մեզ հետ լինելու նախապայմանը ո՞րն է, որ ես կոտրած եւ խոնար հոգի ունենամ։ Կամ երբ որ մենք կարդացինք երկրորդ օրինաց 28-ի 61 համարի մեջ գրված է բնաճինչ լինես։ Այսինքն մեր մեջ բնաճինչ անի մարդկայինը։ Եվ ուշադրություն դարձեք Ովսեա մարգարության մեջ կարդում եմ մեր ամեն մեկի համար, որտեղ որ 5-ի 15 համարի վերջնամասում ամենակալ Տիրոջ խոսքը ինձ եւ քեզ սորացնում է հետեւյալ միտքը։ Ովսեա 5-ի 15 համարի վերջնամասից գրված է. երբ որ նրանք նեղության մեջ լինեն, կանուխ պիտի ինձ դիմեն։ Հիմա հարցը ուղղված է ինձ եւ քեզ։ Իմ եւ քո աղոթքը ամենաշատ երբ է եղել։ Առողջ ժամանակ թե հիվանդության։ Նեղության ժամանակ թե լեն օրերի ժամանակ։ Գիտեք, մարդ տեսակն է այսպեսին։ Երբ որ մենք կարդում ենք ամենակալ Տիրոջ խոսքի մեջ, թագավոր կար, որը խնդրեմ ուներ։ Եվ այս թագավորը իրոք խնդրի առաջ էր կանգնած։ Աստված իրեն պիտի տաներ Եզեկիային։ Բայց երբ որ Եզեկիան ընկավ Տիրոջ առաջին, Աստված Եզեկիային ողորմություն արեց։ 38-րդ գլուխ, երբ որ մենք կարդանք, գրված է այն օրեր առաջի համար հիվանդացավ Եզեկիան մերձ իմահով։ Ողբաց Աստված ողորմություն արեց։
Աստված իրեն կյանք տվեց, հարց եմ տալիս։ Այդ տված կյանքի մեջ Եզեկիան ապրեց այնպես, ինչպես որ Աստված էր ուզում։ Մեր մեջ մարդ բնությունը սա է։ Երբ որ նեղությունը լինում է, մենք կարճում ենք ամենակալ Տիրոջից։ Բժշկվեցինք, էլ այդ աղոթքը չկա։ Աստված թողները, որից մեկինի նկատի չունեմ, ես ամբողջ հայ ազգի վրա է խոսում։ 44 օրվա պատերազմի ժամանակ ծնողները ողբով ընկած էին Տիրոջ առաջին։ Այդպես է թե չէ։ Պատերազմ փրկավ, ողբն էլ փրկավ։ Որն է պատճառը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, մեր բնություն, մարդ բնությունն է սա, մենք մոռանում ենք շատ անգամ։ Եղել է պարակա, երբ որ մենք սխալվել ենք, ընկել ենք Տիրոջ առաջին, ասել ենք Տեր, ողորմություն արա, դարձի կգամ, այդպես կապրեմ։ 3-4 օր ապրել ենք նորից նույն վիճակը։ Հիմա երբ որ մենք նայում ենք, Աստված այնքան ողորմած է, որ այդ նեղությունը բերում է մեր կյանքի մեջ, որ ես եւ դու Աստծո հետ կապ ունենանք։ Հիմա հարց եմ տալիս, Աստված բարի է թե չէ։ Եբրայեցիս 12:6 համարի մեջ գրված է. Աստված իրեն սիրածները խրատում է։ Նա ծեծում է ամեն որդի, որին որ ընդունում է։ Հիմա ծեծ ինչ գավազան ունի, գավազանով ծեծում է, այսօր տարբեր խնդիրներ կա։ Դժվարություն, նեղություն, հիվանդություն, խնդիրներ։ Իրեն անունը փառավորվի։ Ուղղակի այստեղ պետք է որ ես իրոք սա կարողանամ տեսնել։ Մեր ամենամեծ խնդիրը հետևյալն է, որ ես եւ դու սա չենք տեսնում եւ մենք շատ անգամ տրտնջում ենք։ Ուղղակի մեջ բերում եմ անուն Մատթեոս ավետարանի մեջ գրված հետևյալ տողերին, որտեղ որ ամենակալ Աստված ինձ եւ քեզ հորդորում եւ ասում է. մոլորված եք, որ չգիտեք գրքերը եւ ոչ էլ Աստծո զորություն։ Եթե ես գրքերը գիտենամ, ես չեմ տրտնջա, ես ասում փառք տամ։ Եվ հաջորդը, նայեք, այսօր մարդիկ կա, որ հակված են, որ հիվանդությունը պիտի լինի միայն մեղքի պատճառով, ոչ սիրելիս։ Այդպես չէ։ Տարիներ առաջ անձնավորություն կար մի տարածքում, ով որ հիվանդանում էր, ասում էր, ինչ մեղք ես գործը։ Ամենը վերակրում էր մեղքի։ Եղավ պարակա, որ ինքը հիվանդացավ։ Մոտեցել են իր կնոջը, ասել են, ինչ մեղք է գործել, որ հիվանդացել է։ Իրանցը փորձություն է, ուրիշներինը մեղք է։ Չէ, քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի ես ուզում եմ անդրադառնալ հետևյալ տողերին եւ կուզեի, որպեսզի ես եւ դու կարողանանք սա տեսնենք։ Մարդու սխալ պահվածքից Հովանու ավետարան կարդամ 9-րդ գլխից եւ մեկ համար էլ կա 10-րդում։ Առաջի համարից եմ կարդում 9-ի 1-ից 3-րդ համարները։ Եվ անցնելիս մի մարդ տեսավ ծնունդոց կույր։ Նրա աշակերտները հարցրեցին եւ նրան ասացին. Ռաբի, ով է մեղանչել, սա թե իրեն ծնողները, որ կույր է ծնվել։ Հիսուս պատասխանեց, ոչ դա է մեղանչել եւ ոչ էլ իրեն ծնողները, այլ որ Աստծո գործը հայտնի լինի դրանում։ Այսինքն Աստծո փառքի համար։ Այսօր մարդը սա չի կարող մեկ ուրիշ ծև ընկալել։ Բազում անգամ պատմել եմ մեր ատինե քրոջ համար։ Հիմնադրամի ժամանակ, երբ որ հյուրերը գալիս էին տարածերանոց, թե ամերիկյան ավետարանական եկեղեցուց 70-80 տարեկան տատիկ մազերը կտրած, կսված եղունգները երկար, շալվարով, երբ որ ներս մտան, նայեց Ադրինեն, Շողիկներ, Անժելաներ, Ռուզաններ, ասեց ինչքան մեղք են։ Ադրինեն ասեց մեղքը դու ես, որ Աստված չունես։ Ասե Ադրինեն, այդ մի կոպիտ է մի քիչ։ Երկար այս պահեր էր եղել, որ Ադրինի հետ խոսվել է։ Քիշեք 11-րդ դպրոցում, որ մեծ պաշտամունք եղավ, ասեցին Ամերիկայից մի հատ եղբայր եկե, բժշկության պարգև ունի։ Որ աղոթեց, ինքն էլ չբժշկավ։ Ադրինեն նեղվել էր, թե ինչի չենք տարել, որ աղոթենք, որ ինքը բժշկվեր, վերջը սա մասին բավական զրույց էր գնացը։ Ադրինեն այս մարդկանց հետևյալն ասաց. ես ձեռքեր, ոտքեր այստեղ չունեմ, բայց երկնքում ունեմ։
Ինչ ասացի, եթե Աստված ինձից երկեր ոտքեր տա, միգուցե ես իրեն չճանաչեի։ Քուրս ջան, եղբայրներ ջան, Աստված ամեն ինչի մեջ բարը։ Աստված մեռնողի մեռները չի ուզը։ Եզեկիել 18:32 երբ որ կարդա գրված է, ես հաշտություն չունեմ մեռնողի մեռնելուն։ Աստված չի ուզը, որ նույնիսկ ամբարիշտը մեռնի, այլ դարձի կայ ապաշխար։ Եղբայրներ քույրեր, այստեղ առաջին ես ուզում եմ, որպեսզի ես եւ դու կարողանանք տեսնել կամ բաներ, որ ասո է փառքի համար։ Հիմա ինչ կերպ սա նկարագրենք։ Շատերին եմ տեսել, որոնք որ մեծ խոսացել են միջև հիմա Պետրոսի պես պատրաստ եմ կյանքս տնել հիվանդության մեջ կռիվ էր տալիս Աստծո հետ։ Եվ հարցերը ինչի ում են վադություն արը։ Բայց տեսել եմ հակառակը մարդիկ, որ հիվանդության մեջ, ամենածանր հիվանդության մեջ Աստծուն փառք էին տալիս։ Երբ որ մենք խոսում ենք Աստծո փառքի վրայով, ամենակալ Աստված ուզում է ապացուցել իր տղայի, իր աղջկա միջոցով, որի մեջ Աստծո խոսքը դաշվել է, որը հավատացել է հավիտենական կյանքին, այդ նույնիսկ հիվանդության տառապանքի մեջ, երբ որ կարողանում է փառք տալ Տիրոջ եւ գոհանալ Աստծուց։ Սա ամենամեծ բանն է, գիտեք, ամեն մարդ չէ որ նեղության մեջ կարողանա փառք տալ Տիրոջը, ամեն մարդ չէ որ հիվանդության եւ մահվան մեջ Աստծո անունը փառաբանի։ Քուրս ջան, եղբայրներ ջան, եւ սրա համար ես ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք սա տեսնենք, երբ որ մենք կարդում ենք, ամենակալ Աստված այս համարը մեզ ցույց է տալիս, որ այդ խնդրումը կարող է առաջանալ մարդու բարեկամի կամ հարազատի սխալից։ Ընտանիքի։ Այսօր շատ անձնավորություններ այսպես չեն նայում։ Ուղղակի նայում են առաջի խնդիրը Միքա 6:13-ը ինչ մեղք է կործել, ոչ, մեղք չի կործենք։ Եվ երբ որ մենք նայում ենք կա խնդրեմ, եւ կարող է եկեղեցու մեջ մարդիկ մտածեն ինչի հետևանքով ինք իր կուրսը չծեցելա, որ իրեն պատճառով է սա։ Երբ որ մենք կարդում ենք Երեմիայի մարգարեության 5-րդ գլխի մեջ առաջի համարը վերջնամասում գրված է, եթե լինի մեկ իրավունք անող արտարություն խնդրող, ես այն քաղաքին կողորմեմ։ Քաղաքին չէ, թող մեր եկեղեցուն ողորմություն ան։ Ինչի, որն է խնդրումը, որտեվ ես եւ դու այդ մեկ արտարը չենք։ Քուրս ջան, եղբայրներ ջան, այսօր Աստված պատրաստ է ամեն մեկին ողորմություն անելու, որովհետև Աստված եկել է ոչ թե առողջի համար, եկել է հիվանդի համար։ Ուղղակի հիվանդը պիտի կարողանա սա տեսնել։ Մատթեոս 9:12-ը հիշում է գրված է առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները։ Ուղղակի խնդրանքս է, հիշեք սա։ Առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները։ Հիվանդը բժշկի կարիքն ունի։ Եթե սոր քո կարիքը Քրիստոս չէ, այդ հիվանդությունը դեր չի առնի։ Մենք ես համարետակ որ մտածում ենք, որ հիվանդը բժշկի կարիք ունի, կարիք այսինքն բժշկվելու, բժշկի կարիքը ունի։ Եբրայեցիս 11:6 համարի վերջնամասում գրված է, եւ թե իրեն խնդրողներին վարձահատույց կլինի։ Ոչ թե իրենից, այլ իրեն խնդրողներին։ Հիմա հարցը հետևյալն է. մենք բժշկին ենք ուզում, թե բժշկություն։ Սա ամենաառաջնային հարցն է։ Եթե այսօր իմ խնդրանքս բժիշկն է, Ասապը սա հասկացավ։ Եվ Ասապ ուներ մեծ խնդիրներ, ուներ հիվանդություն, ուներ ցավ, չուներ խաղաղություն, դժվարություն ուներ, հաջողակ չէր աշխարհի մեջ։ Երբ որ մտավ Տիրոջ խորան, իմացավ, որ այդ մարդկանց վերջը հավիտենական տանջանքն է, շարունակության 25-ի մեջ ինչ էր ասում։ Ով ունեմ ես երկնքում, քեզնից ջոկ բան, չեմ ուզում երկրի վրա։ Քուրս ջան, եղբայրներ ջան։ Երբ որ մենք նայում ենք ամենակալ Տիրոջ խոսքի մեջ, ամենակալ Աստված այնքան բարի է եւ այնքան ողորմած, ինքս է։ Մենք ասեցինք, որ ամենակալ Աստված մարդ Աստված հարաբերությունը հաստատելու համար օգտագործում է նեղությունը։
Կարդացինք Հովսեա 15-ի նեղություն 5-15 համար, որ գրված է, երբ որ նեղության մեջ լինեն կանուխ, պիտի ինձ դիմեն։ Երկրորդը Քուրես ջան, եղբայրներ ջան, Պողոս առաքյալ։ Ամենամեծ գործիչներից մեկը Աստծո տան մեջ։ Երկրորդ Կորինթացիս թղթերի մեջ, երբ որ մենք կարդում ենք, ուշադրություն դարձեք 12:7 համարի մեջ ինչ էր ասում։ Եվ որ հայտնությունները առավելությամբ չհպարտանան, մարմինից համար խայտոց տրվեցավ ինձ, որ սատանայի հրեշտակը բռնցքով ինձ ծեծը։ Հիմա հարց եմ տալիս, ինչու համար թողեց։ Պողոսի պես մարդուն Աստված թույլ է տվել, որ սատանայի հրեշտակը բռնցքով ծեծը։ Որն է պատճառը, որպեսզի չհպարտանա։ Քուրես ջան, եղբայրներ ջան, այստեղ չի գրված, որ Պողոս առաքյալը հպարտացել էր, եւ ամենակալ Աստված հպարտության համար այս ծեծը տվեց, որպեսզի չհպարտանա, նախապես Աստված դեմ առնում է։ Այսօր ես սա կարող եմ ընդունել։ Քուրես ջան, եղբայրներ ջան, ինքը ամեն ինչի մեջ բարի եւ արդար։ Երկրորդ Տիմոթեոս թղթերի մեջ, երբ որ մենք կարդում ենք, մի հատ համար եմ ուզում մեզ ամեն մեկիս համար կարդալ։ Երկրորդ Տիմոթեոս 4:20 համարի մեջ գրված է հետեւյալ միտքը, ինչը ասում Պողոս առաքյալը։ Երաստոսը մնաց Կորինթոսում եւ Տրոփիմոսին հիվանդ թողեցի Մելիտոսում։ Լավ, մի հատ աղոտ չէր կարող անել, այս մարդուն բժիշկը նոր գնար։ Հիվանդ թողեց եւ գնաց։ Քուրես ջան, եղբայրներ ջան, շատ անգամ աղոտքի պատասխան չի լինում։ Որն է պատճառը, Աստված գիտի մեր իրական վիճակը։ Աստված գիտի, որ մենք կհպարտանանք, Աստված գիտի, որ մենք նորից նույն վիճակին կդառնանք։ Թագավորը կյանք ուզեց, Աստված տվեց։ Հարց եմ տալիս, այդ 15 տարին ինքը ապրեց այնպես, ինչպես որ Աստված էր ուզը։ Նորից նույն կյանքով։ Այսօր Աստծո նպատակ հետևյալն է, քուրես ջան, եղբայրներ ջան, որ մենք այդպես չլինենք։ Եթե կյանք է տվել, այսօր պիտի ապրենք այդ կյանք տվողի տված կյանքով։ Ես շատ անգամ այդ միտքը ասում եմ, ուրեմն Բարաբա գիրքը կա, որի հեղինակը Պիեր Լակերվիսն է։ Չգիտեմ, իրեն մտահղացումն է, թե որտեղից է ամենը վերցել, թե պատմիչներից է ինքս ամենը առել։ Երբ որ Բարաբային տանում են Հռոմ եւ քարանքներում աշխատում է, քարանքներում որպեսի որից մեկը չփախներ, երկու ստրուկի իրար էին կապում, որպեսի դժվարություն լիներ փախնելը։ Եվ Բարաբան կապում է մեկ հայի հետ, Սահակի հետ։ Սահակի վզին ուրեմն կար ցկի խորտապատկերը, ցուկը։ Երբ որ հարցում է ինչա, ասում է սա քրիստոնյաների նշանը։ Երբ որ իմանում է Բարաբայի համար, որ ինքը հրյա է, ասում է դու Հիսուսին տեսած կաս։ Բարաբան ասում է Հիսուսը իմ համար մեռել է, իմ տեղն է մեռել։ Թե բոլորս այս միտքն ենք ասում, սա կես չգիտեր որ Բարաբան հենց այդ ավազակն է։ Ի վերջը, երբ որ Բարաբային արդեն պիտի խաչեն, ինչ ասում խաչորեն, դուք ինձ չեք կարող խաչել։ Ասում են ինչի։ Ասում է, որովհետև ես տարիներ առաջ խաչվել եմ, ես ապրում եմ մեկ ուրիշի կյանքով։ Եվ այդ կյանքը հնարավոր չէ խաչել։ Քուրես ջան, եղբայրներ ջան, այսօր Աստծո նպատակն է, որ ապրենք այդ կյանքով։ Աստված ուզում է, որ մեր մեջ իմ բնությունը մեռնի։ Ամենակալ Աստված այդ նեղությունը տանում է, որպեսզի մեր եսը բնաչին չանի։ Եվ մեր մեջ կառուցի Քրիստոս կյանքը։ Մենք շատ անգամ ասում ենք Պողոսի խոսքերը, ես ամեն օր կմեռնեմ։ Մեր մեջ պիտի մեռնի այդ եսը, հպարտությունը, հին բնությունը։ Եթե չի մեռնի, մենք Աստծո հետ կապ չունենք։ Թող Աստված օգնական լինի։ Եվ ես ասում եմ, այսօր Աստված ամեն ինչի մեջ բարի է։ Ցավի մեջ, տառապանքի մեջ
մահվան մեջ ինքը բարի է։ Շատերը պիտի ասեն, մահի մեջ ինչի է բարի։ Ես հիշում եմ, մեր հարևաններից մեկը 58 թաղամասում իրեն 4 սենականոց բնակարանը $3600 էր ծախը եւ այն ժամանակ մարդիկ Հայաստանից թողնում գնում էին տարբեր տեղեր, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Եվրոպա, ինչ որ այնտեղ մեկը գործենող եղել, այդ $3600 տվել է այդ գործանողին, օրեր շարունակ ցկցկվում էր։ Ամեն անգամ հարցում է ինչ եղավ, ասում է երևի խապեց։ Մի օր եկավ ուրախ դեմքը, ասի ինչ է, ասես թղթերս եղել է։ Մի շաբաթից գնում ենք։ Հիմա հարց եմ տալիս։ Երբ որ մեկ շաբաթ հետո իրանք գնացին, իրանք ուրախ էին թե տխուր էին։ Ինչի է խառնված։ Ինչ էր մտածում խապեցին, որն էր իրեն նպատակը շուտ Հայաստանից դուրս գալը։ Պողոս առաքյալի խոսքերը հիշեք, Ֆիլիպպեցիս թղթերի մեջ ինչ էր ասում, առաջի գլխում, ուղղակի կուզեմ, որպեսզի լուրջ ուշադրություն դարձնենք այս խոսքերին։ Ֆիլիպպեցիս 1:21-ի մեջ գրված է հետևյալ միտքը։ Ինչ ասում, ինձ համար կյանքը Քրիստոս է, մեռնելը շահ։ Մեռնելու շահը ո՞րն է։ Շատ անգամ մեր Սամվել եղբորը հիվանդության ժամանակ որ հավաքում գնում ենք, եղբայրները դել են գնացել, մենք ինչ էր ասում։ Հիշում եմ, մեկ անգամ ասի Սամվել եղբայր, չհանձնվես, կռվի։ Ասեց եղբայր, բժիշկին հաղորդակցություն եմ ուղարկել, շնորհակալություն եմ հայտնել, որ այդքան ինքը հոգատար վարվել է իմ հանդեպ, բայց գրել եմ հետևյալը, որ այլևս ինձ այդ բժշկությունը պետք չէ։ Ես այստեղ աչքերս կփակեմ, կբացեմ Քրիստոսի կրկի մեջ։ Հիմա հարց։ Եղբայրը հավատում էր այդ կյանքին։ Վասնզի ինձ համար կյանքը Քրիստոսը մեռնելը շահ։ Հիմա ինձ եւ քեզ համար մեռնելը շահ է թե չէ։ Քուրես ջան, եղբայրներ ջան։ Պողոսը ցկտում էր այդ կյանքին։ Ցկտում էր ավելի շուտ Քրիստոսի հետ լինել։ Ինչքան հնարավոր է շուտ։ Ես չեմ ասում, այսօր մարդիկ ցկտեն մահվան։ Իմ խոսքից ինքում ընկած է ցկտենք, որ մեր մեջ իմ բնությունը մեռն է։ Եվ ինչքան էլ որ Աստված կյանք է տվել, այդ կյանքը օգտագործվի իրեն համար։ Թող Տիրոջ անունը փառավորի։ Քուրես ջան, եղբայրներ ջան, ամեն մեկը թանկ եք Տիրոջ համար, որտեղ ամենակալ Աստված մեծ կին է վճարը։ Ինքը տվել է իր որդին, որ ես եւ դու կյանք ունենանք։ Աստված չի ուզել, որ մենք հիվանդ լինենք, որն է հիվանդության նպատակը։ Հոպի պես մարդուն հիվանդություն տվեց, որ հոպի մեջ Աստծո փառքը երևար։ Հիվանդության մեջ հոպն ինչ էր ասում. ահա երանելի այն մարդը, որին Աստված խրատում է, ուրեմն ամենակարողի խրատը մի մերժ է։ Թող Տիրոջ անունը փառավորի։